Ողջույն, սիրելի դպրոցական, հաստատ դպրոցական դասընթացներում լսել ես հոլովների մասին, հասկացել կամ չես հասկացել դրանց իմաստը, իսկ այժմ մենք այստեղ ենք, որ քեզ հետ ամրապնդենք կամ յուրացնենք հոլովներին վերաբերող նյութը։ Գուցե առաջին հայացքից հոլովները շատ լուրջ են հնչում, բայց իրականում դրանք բառերի փոքր, բայց շատ կարևոր մոգություններն են։ Դրանք մեզ ցույց են տալիս ով է բանն անում, ում համար է արվում, ում է պատկանում, որտեղ է տեղի ունենում ու ինչի շուրջ է պտտվում ամբողջ նախադասությունը։ Արի միասին հասկանանք, թե ինչ են իրենց ինձ ենթադրում հոլովները, բայց մի րոպե։ Ինչպես կարող ես մի բանի մասին պատկերացում կազմել, եթե չգիտես դրա պատմությունը։ Դե ուրեմն արի սկսենք ամենասկզբից՝ գրաբարից։ Գրաբարում ինչն է հոլովում։ Գրաբարում հոլովում են ոչ միայն գոյականները, այլև թերանունները, արձականները, թվականները, նույնիսկ որոշ դերբայներ։ Այսինքն գրաբարը հոլովման մեջ շատ հարուստ ու ակտիվ լեզու է։ Քանի հոլով ունի գրաբարը։ Գրաբարում հիմնականում կա 6 հոլով՝ ուղղական, հայցական, սեռական, ծերական, բացառական ու գործիական։ Իսկ ներգոյական իմաստը գրաբարում արտահայտվում է տերականով, հայցականով ու ի նախդիրով։ Ուրեմն ի վերջո գրաբարը ունի քանի հոլով։ Լավ, իրականում 6 հոլով։ Հա մեկ էլ ունի լրացուցիչ ներգոյական իմաստ։ Իսկ հոլովումները գրաբարում անունները կարող են հոլովել 1 կամ 2 հոլովիչներով։ Դրա համար էլ հոլովումները լինում են բարձր կամ խառը։ Այսպես գրաբարում տարբերում ենք 7 հոլովում՝ Ա, Ե, Ի, Օ, Ու, Իա, Օա։ Խոսքով, գրաբարն ունի իր յուրահատուկ հոլովական համակարգը, որը փոքր-ինչ տարբերվում է աշխարհաբարի։ Գուցե առաջին հայացքից հոլովները շատ լուրջ են հնչում, բայց իրականում դրանք փոքր, բայց շատ կարևոր մոգություններ են։ Դրանք մեզ ցույց են տալիս ով է բանն անում, ում համար է արվում, ում է պատկանում, որտեղ է տեղի ունենում ու ինչի շուրջ է պտտվում ամբողջ նախադասությունը։ Հիմա պատկերացրեք մի մեծ հետաքրքիր ֆիլմ հայոց լեզվի մասին, ու այս պահին սկսվում է ամենահետաքրքիրը՝ հոլովների պատմությունը։ Մի պատմություն, որտեղ տարբեր գիտնականներ իրար հետ բանավիճում են, կարծիքները բախվում, իսկ մենք նստած դասովի տեսասենյակում փորձում ենք հասկանալ, ո՞ր վերջը, քանի հոլով ունենք։ Դեռ 19-րդ դարի վերջում Բալասանյանը գալիս ու ասում է. «Ժողովուրդ ջան, աշխարհաբարն ունի 7 հոլով՝ ուղղական, հայցական, սեռական, ծերական, բացառական, գործիական ու ներգոյական։ Բոլորը համաձայն ու տարիներով դպրոցում սովորում են հենց 7 հոլով։ Կարծես ամեն ինչ հստակ էր, մինչև որ եկավ Մանուկ Աբեղյանը։ Մանուկ Աբեղյանը գալիս ու բառացի ասում է. «Հարգելի լեզվաբաններ, հայցական հոլով առանձին գոյություն չունի, սեփական ձև չունի, կամ ուղղականի նման է, կամ դերականի, ու եթե ձև չունի, հոլով էլ չի կարող համարվել»։ Սրա արդյունքում նա առաջարկում է. Աշխարհաբարում մնում է միայն 5 հոլով՝ ուղղական, դերական, բացառական, գործիական, ներգոյական։ Աբեղյանը նաև նշում է, որ սեռականն ու դերականն էլ իրարից ձևով չեն առանձնանում, հետևաբար դրանք մի ամբողջություն են։ Մի խոսքով սեռականն անունը թող մնա որպես նշանակություն, բայց իրական հոլովը չէ։ Ու այստեղ հայտնվում է Ստեփան Մալխասյանցը, ով ասում է. «Հա լավ, հայցականը կարող է ձև չունի, բայց գործառույթ ու իմաստ ունի, իսկ եթե հոլով ձև պլյուս իմաստի միասնություն է, ո՞նց կարող են հայցականը անել»։ Նա ցույց է տալիս օրինակներ, որտեղ հայցական ուղղակի չի կարող համարվել ուղղական կամ դերական իմաստային հակադրության պատճառով։ Օրինակ, երեխան խնդրեց գրիչը, ուղղական կամ դերական չէ, բայց հստակ իմաստ ունի, ուստի հոլով է, ու արդյունքում ասում է հայցականն մի բան է, որը երկու ձևերի խառնուրդ է, ու այդ պատճառով պետք է առանձին հիշվի։ Երասնականները նորվեջ սկսեցին։ Գուրգեն Սևակն ասում է. «Իմաստն ավելի կարևոր է, քան ձևը։ Եթե ձևը 1000 հատ է, բայց իմաստը մեկը, այդ հոլովը ինքնուրույն է»։ Եվ Սևակը ամբողջ ուժով պաշտպանում է 7 հոլովների տեսակետը, ընդգծելով, որ սեռականն ու հայցականն անկախ իմաստ ունեն, հետևաբար պետք է մնան անկախ։ Սա դարձավ շատ տարածված մոտեցում, եւ երկար տարիներ հենց այս 7 հոլովների համակարգով սովորեցինք բոլորս։ Այսօր էլ վեճը չի ավարտվել։ Լեզվաբանները բաժանվել են 3 խմբի։ Ժամանակակից 7 հոլովների կողմնակիցները ասում են, իմաստը կարևոր է, հետևաբար հոլովները 7-ն են։ 7 հոլովի կողմնակիցները Աբեղյանի ավանդույթով ասում են, ձևը կարևոր է, հետևաբար հայցականն ու սեռականը առանձին հոլով չեն, մնում է միայն 5-ը։ Միջին ճանապարհ ընտրողները ասում են, հայցականը հանեք, բայց սեռականը թողնենք, որպես ինքնուրույն հոլով, այսինքն 6 հոլով։ Այս ամբողջ պատմությունը մեզ ցույց է տալիս, որ հոլովները պարզապես վերջավորություններ չեն, այլ մեր լեզվի մտածողության, իմաստների ու կառուցվածքի հիմքը։ Եվ լավ է, որ լեզվաբանները բանավիճում են, նրանք պահում են լեզուն կենդանի, զարգացող ու հետաքրքիր։ Լավ, անցնենք հիմա մի շատ կարևոր բանի՝ հոլովական ձևերի իմաստին,
Այսինքն, երբ բառը ստանում է հոլովի վերջավորություն, իրականում ինչ նոր իմաստ է ավելանում։ Դասագրքերում դուք հաստատ լսել եք, որ սեռականը հատկացուցչի հոլովն է, գործիականը միջոցի, բացառականը անջատման ու այդպես շարունակ։ Սա ավանդական, բայց հին մոտեցումն է, բայց նորագույն քերականության մեջ սա այլևս չի ընդունվում ու հիմա կասեմ, թե ինչու։ Ինչու չի կարելի հոլովի իմաստը կապել միայն նրա շարահյուսական պաշտոնի հետ, որովհետև յուրաքանչյուր հոլով կարող է ունենալ ոչ թե մեկ, այլ շատ տարբեր շարահյուսական դերեր, կախված նրանից, թե որ բառի հետ է կապվում և ինչ իմաստ ունի ինքը բառը։ Դիտենք օրինակ բացառական հոլով։ Աշակերտը պարգևատրվեց տնօրենից։ Այստեղ բացառական հոլովը ներգործող խնդիր է։ Նա եկավ գյուղից, տեղի պարագա, աշնանից հիվանդ է, ժամանակի պարագա, բարկությունից կարմրեց, պատճառի պարագա, նույն իծ վերջավորությունը, նույն ձևը, բայց ինչքան տարբեր հարաբերություններ, բայց ինչն է ընդհանուր։ Ընդհանուրն այն է, որ իծ վերջավորությունն ունի իր սեփական, շատ ընդհանուր իմաստը, ու հենց այդ ընդհանրությունն է հոլովի իրական խորքային իմաստը, այսինքն հոլովը ինքը չի որոշում, թե պարագա են իրեն դարձնելու, թե ներգործող խնդիր, դա որոշում է բայի իմաստը, գոյականի իմաստը և ընդհանուր համատեքստը։ Իսկ ինչ է հոլովական ձևի իրական իմաստը։ Շատ պարզ։ Հոլովական ձևի իմաստը հավասար չէ, թե ինչ պարագա է։ Հոլովական ձևի իմաստը հավասար է տվյալ վերջավորության ընդհանուր վերացական իմաստին։ Օրինակ, իցը նշանակում է ինչ-որ բանից հեռացում, անջատում, աղբյուր, սկիզբ, ովը միջոց, գործիք, ուղեկցություն, ումը գտնվելու, ներգոյության, ներսում լինելու ընդհանուր գաղափար, ու միայն դրանց վրա հիմնված մենք ստանում ենք տարբեր շարահյուսական դերեր։ Այսպիսով հասկանում ենք, որ հոլովը չի որոշում իր պաշտոնը, այլ պարզապես տալիս է ընդհանուր իմաստային ուղղություն, իսկ կոնկրետ շարահյուսական պաշտոնը որոշվում է նախադասության ամբողջությամբ։ Լավ, հիմա անցնենք առաջին ու հիմնական հոլովին, ուղղականին։ Ինչ է ուղղական հոլովը։ Ուղղականը ամենահիմնական հոլովն է։ Դա բառի ելակետային բնական չփոփոխված ձևն է։ Տուն, ծառ, մարդ, քաղաք, աշակերտ, աշխատանք պատասխանում է ովքեր ինչ հարցերին։ Ուղղականը զերո ձևն է, այսինքն վերջավորություն չունի, այլ հոլովները թեքվում են, բայց սա ոչ։ Այդ պատճառով էլ այն կոչվում է ուղիղ հոլով, իսկ մնացածը թեք հոլովներ։ Շատ լեզուներում, օրինակ ռուսերենում, գերմաներենում, ուղղականն օգտագործվում է միայն այն դեպքում, երբ բառը անկախ է, որպես հիմնական դեր ունեցող անդամ, բայց ժամանակակից հայերենում այդպիսի խիստ սահմանափակում չկա։ Ուղղական հոլովներից ամենաազատն է և դրա համար կարող է հանդես գալ գրեթե ցանկացած պաշտոնով, ենթակա և այսօր մեռնում է անվանի քաղաքացին, անձնացում, անդեմ նախադասություն, տալուկ դաշտն ոռնում էր, ստորգելիական վերադիր, առաջին ձիավորը հնագետ էր, գոյական որոշիչ, տխուր կյանք մեր կանտառ, կոչական, հրաշք աղջիկ գիշերների թագուհի, ժամանակի պարագա, մի գիշեր նա սպանել էր կնոջը, չափ ու քանակ 3 օրում անցան 700 կիլոմետր։ Ուղղականի հոլովական իրական իմաստը, ինչ էլ որ անի, ուղղական միշտ արտահայտում է բառի հիմքային բնական իմաստը, առանց սահմանափակման։ Ուղղականը ասում է. ես իմ բնական ձևն եմ, ես չփոխեցի իմ վերջավորությունը և հայտնում եմ իմ իմաստը ամբողջությամբ։ Ուղղականը մեր լեզվի ամենաազատ, ամենաանվախ հոլովն է, ոչինչ նրան չի սահմանափակում, նա հանդես է գալիս բառի ամբողջ ուժով։ Սեռական հոլով։ Ինչ է սեռական հոլովը։ Սեռական հոլովը արտահայտում է վերաբերություն, պատկանելիություն, կապ, իմաստային կապ մեկ գոյականը մյուսի հետ։ Պատասխանում է ում կամ ինչի հարցերին։ Օրինակ, աշակերտի գրքերը, աշակերտի բառը սեռական հոլով է, ցույց է տալիս, որ գրքերը պատկանում են աշակերտին։ Սենյակի դռները, սենյակի ցույց է տալիս, թե դռները ինչին են պատկանում։ Ինչպես է կազմվում սեռական հոլովը։ Սեռական հոլովը կազմվում է համապատասխան հոլովիչներով, արտաքին հոլովում, մյուսը ներքին հոլովմամբ։ Մի քանի բառերի սեռականը շեղվում է ընդգծված օրինաչափություններից և կազմում է այլ կերպ՝ գալստյան, աղջկա, սիրո, մահվան, անվան, դստեր, սրանք սեռականի վերջավորություններն են եզակի թվի դեպքում։
Հայերենում սեռական հոլովմամբ դրվում են հատկացուցիչը, աղջկա գրքերի դասավորությունը, որոշիչը, պատի ժամացույցը, ստորոգելին, ժամացույցը պատի է, կողմնակի ենթական, սուրենի ներս գալը։ Տարրական հոլով։ Տարրական հոլովը ցույց է տալիս առարկա, որին մոտենում կամ տրվում է մի անձ կամ առարկա, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը եւ այլն։ Տարրական հոլովը պատասխանում է ում, ինչին, երբ, որտեղ հարցերին։ Տարրական հոլովը իմաստով հակադրում է բացառականին, որը գործողության ելակետն է ցույց տալիս։ Տարրականը ձևով նման է սեռական հոլովին, սակայն վերջինից տարբերվում է հոդառությամբ։ Հոդ չեն ստանում մարդիկ, կին, գոյականների հոգնակի տարրականները, ինչպես նաեւ անգ, ենք, օնք, մասնիկներով ձևավորված գոյականների հոգնակի տարրականը հոդ չի ստանում, նաև մի քանի կապական կապակցություններում առանց գրքի հանուն հայրենիքի։ Տարրական հոլովը նախադասության մեջ կարող է զբաղեցնել քերականական հետևյալ պաշտոնները՝ հանգման անուղղակի խնդիր, մատուցման անուղղակի խնդիր, նպատակի պարագա, տեղի պարագա, ժամանակի պարագա, ներգործման անուղղակի խնդիր։ Հայցական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա կրում է ենթակայի կատարած գործողությունը։ Հայցական հոլովը ստանում է որոշիչ հոդ։ Հայցական հոլովը սեփական ձև չունի։ Իրանիշ գոյականների հայցական հոլովը նման է ուղղականին, ազանիշ գոյականները տերականին, պատասխանում է ում, ինչ, ինչը, երբ, որտեղ, որքան հարցերին։ Նախադասության մեջ հայցական հոլովով դրված բառը կարող է լինել ուղիղ խնդիր, ջարդած դռները հուշկու հարվածով, տեղի պարագա, գյուղ էին իջել հովիվ պատանիք, ժամանակի պարագա, գիշերը հասանք, չափի պարագա, գիրքն արժե 1000 դրամ եւ նպատակի պարագա, գնացինք հարսանիք։ Արի միասին ուսումնասիրենք գործիական հոլովը։ Գործիական հոլովը ցույց է տալիս այն միջոցը, ձևը կամ ուղին, որոնց միջոցով կատարվում է գործողությունը։ Վերջավորությունները հիմնականում ով ձևերն են։ Գործիական հոլովը պատասխանում է ումով, ինչով, որտեղով, երբ, որքան ժամանակով, ինչպես հարցերին։ Առաջին գործիականի հիմնական դերը գործիական հոլովը ներկայացնում է այն առարկան կամ երևույթը, որի օգնությամբ կամ մասնակցությամբ տեղի է ունենում գործողությունը։ Օրինակ, կգրեմ գրիչով, կպայքարեն իր ուժով, դուռը բացես ոտքով։ Այս բոլոր դեպքերում բառն իր գործողությունը իրականացնում է ինչ-որ միջոցի օգնությամբ, եւ այդ կապն էլ ձևավորում է գործիականը։ Շարահյուսական դերը միջոց կամ գործիք գործիականի ամենահայտնի դերը քո արյունով կհանգցնեմ, տեղի պարագա, պատասխան է տալիս որտեղով հարցին, լոռու սարերով անց կենալիս մութը վրա հասավ, ժամանակի պարագա, երբեմն ցույց է տալիս, թե երբ է կատարվում գործողությունը, փերիները հավաքվեցին գիշերով, ձևի պարագա, ցույց է տալիս, թե ինչ ձևով է կատարվում գործողությունը, անց է կացրել հանդուլ գործողությամբ, միասնության կամ ուղեկցության պարագա, ում կամ ինչի հետ միասին է կատարվում գործողությունը, դուրս եկավ ամրոցից 300 ձիավորով, պատճառի կամ հիմունքի կապ, ախսորված էր կայսերի հրամանով, գործիական հոլովը կարող է արտահայտել նաև հատկանշային կամ սահմանափակման իմաստներ, երբ բառը ցույց է տալիս գործողության չափը, բնույթը կամ շրջանակը, օրինակ, ուժեղ է, տարիներով փորձառու։ Բացառական հոլովը արտահայտում է ելակետի անջատման կամ հեռացման իմաստ, ցույց է տալիս այն առարկա, որի սկզբում ծագում է գործողությունը, պատասխանում է ինչից ումից հարցերին, վերջավորությունը ից ուց, որտեղից ենք օգտագործում բացառականը։ Բացառականը հայտնվում է տարբեր իմաստներով։ Անջատում, երբ ինչ-որ բանից կտրվում ենք, հեռանում ենք, կայծակիցը որտեղից էիր փախցնում ինձ, այստեղ կայծակից որտեղիցը ցույց է տալիս որտեղից էի փախչում։ Ներգործող խնդիր, երբ բայը գրավորական է, Սամվելը շատ սիրված էր ժողովրդից, այսինքն ժողովուրդն է ասողը կամ գործողը, վերաբերություն, դուք ձեզնից պատմեք ձեր ցավից, ձեր դարդից, ցույց է տալիս, թե ինչի մասին է խոսքը։ Մասնական իմաստ, խմեց հետ ջրից, ջրի մի մասից ոչ ամբողջ է, ելման տեղ, որտեղից է սկսվում շարժումը, Սոնան դուրս թռավ հնձանից, հստակ ցույց է տալիս, թե որտեղից դուրս եկավ։ Սկզբնակետի ժամանակ, մեր ծննդյան օրվանից ցույց է տալիս սկսված որտեղից ինչ պահից, պատճառը ինչից է առաջանում ինչ-որ բան, ցավից նրա դեմքը կծկվում էր, պատճառը հենց ցավն է, համեմատություն, քո սիրտը ալագյազից էլ բարձր է, այս դեպքում էլ ինչից է հարցը։ Ներգոյական հոլով։ Ներգոյական հոլովի ընդհանուր հոլովական իմաստը կարելի է համարել պարունակման իմաստը, որը տեղի իմաստ ցույց տվող բառերի հետ հանդես է գալիս որպես տեղային պարունակություն, իսկ ժամանակի իմաստ ունեցող բառերի հետ ժամանակային պարունակություն։
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որի մեջ կամ սահմաններում կատարվում է գործողությունը, այն ժամանակը, որի մեջ կամ ընթացքում կատարվում է գործողությունը, եւ այլն։ Ժամանակակից հայերենում ներգոյական հոլովաձևը կազմվում է բառին կամ նրա հնչյունափոխված ձևին ում վերջավորության ավելացմամբ։ Ներգոյականը ժամանակակից հայերենի միակ հոլովաձևն է, որ նախադասության մեջ գործածվում է միայն պարագայական նշանակությամբ։ Ներգոյական հոլովաձևով դրված բառը նախադասության մեջ կարող է լինել տեղի պարագա։ Նաիրյան այդ փոքրիկ քաղաքում կանգնած են քարե շինություններ։ Ժամանակի պարագա, այդ 7 տարում դու քանի անգամ ես մեզանից փող ստացել։ Սահմանափակման անուղղակի խնդիր։ Այդ գործում նա մրցակիցներ չունի։ Գոյականների մի զգալի մասը, անձնանիշ գոյականները, շնչավոր ոչ անձեր ցույց տվող գոյականները, վերացական գոյականները եւ այլն, ներգոյական հոլովաձև չունի։ Այդ բառերը ներգոյականի իմաստ կարող են արտահայտել սեռականով եւ մեջ կապով։ Այսպիսով, միասին ծանոթացանք հայերենի հոլովներին, յուրաքանչյուրը մանրամասնությամբ ուսումնասիրելով։ Հուսով ենք, որ հիմա ավելի հեշտ է հասկանալ, թե որ հոլովն ինչի համար է օգտագործվում, ինչպես է կապվում նախադասության մյուս բառերի հետ եւ ինչ պաշտոն է կատարում։ Հոլովների օգնությամբ լեզուն դառնում է ավելի ճկուն, հստակ ու հարուստ, իսկ դուք կարողանում եք նկատել բոլոր նրբությունները, վարժորեն օգտվել դրանցից եւ գրել ու խոսել ավելի ինքնավստահ ու գեղեցիկ։ Լեզուն մեր մտքի ու երևակայության ամենահավատարիմ ուղեկիցն է, եւ հոլովները դրա մի կարևոր ու հիանալի մասն են, որ օգնում են բառերին ճշգրիտ ու գեղեցիկ արտահայտվել, հաղորդակցվել ու ստեղծագործել։